Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հաղորդակցությունը, թե իբր ապրիլ 9-ին ժամը 23:50-ի սահմաններուն Հայաստանի զինված ուժերու ստորաբաժանումները գրակ բացած են սահմանակոդի հյուսիս-արևելյան հատվածին տեղակայված Ադրբեջանի թիրքերուն ուղղությամբ չի համապատասխաներ իրականության։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը վերահաստատած է, որ ըստ Հայաստանի վարչապետի աշխատակազմի դիրքորոշման պատրաստ է հետաքննել Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հաղորդակցություն հիմնավորող փաստերը ադոնք Հայաստանին փոխանցելու բարակային։ Պատերազմի վտանգը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ Երևանը չէ հրաժարած Ադրբեջանին ուղղված տարածքային բանջկներեն Իլհամ Ալիևի այս հայտարարությունը հնչեց Բաքվի մեջ Ադրբեջանի թիվանագիտական ակադեմիոյի մեջ կազմակերպված համաժողովի ընթացքին։ Բաքվի մեջ հավաքված ադրբեջանամետ փորձագետներուն հետ հանդիպման Ալիև խաղաղության պայմանագիրի ստորագրության մյուս նախապայմանը ՀՀԳ Մինսկի խումբի լուծարման պահանջը հիշեց, բնտելով եւս թե այս հարցով պաշտոնական Երևանը դեռ կհամարի։ Պաշտոնական Երևանը հայտարարած է, որ Մինսկի խումբի լուծարումը հնարավոր է համաձայնագիրի ստորագրութենեն հետո։ Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյան միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակներու մեջ Տաշկենտի մեջ հանդիպում ունեցած է ՀՀԳ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Փիա Քաումայի հետ։ Զրուցակիցները քննարկած են տարածաշրջանի մեջ խաղաղության եւ անվտանգության վերաբերող հարցեր։ Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահը ընդգծած է, որ չնայած խաղաղության պայմանագիրի շուրջ բանակցություններու ավարտին, Ադրբեջանը լրացուցիչ նախապայմաններ կառաջադրե ՀՀԳ Մինսկի խումբի լուծարման եւ գործունեության դադրեցման վերաբերյալ արհեստական պատճառներ կփնտրե պայմանագիրի ստորագրությունը ցկցկելու նպատակով։ Հակոբ Արշակյան ընդգծած է, որ Ադրբեջանի նման քայլերը կասկածներ կառաջացնեն խաղաղության համաձայնագիրը ավարտին հասցնելու Ադրբեջանի քաղաքական կամքին վերաբերյալ։ ՀՀԳ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Փիա Քաուման վերահաստատած է իր աջակցությունը տարածաշրջանին մեջ երկարաժամկետ խաղաղության հաստատման։ Անդեղեկացուցած է, որ հարաճիգային նախադեсված է իր այցելությունը տարածաշրջան, որը պիտի ծառայե խաղաղության եւ անվտանգության օրագարկին։ Հայաստանի մեջ Եվրամիության առաքելությունը X-ի էջին համարոտ ներկայացուց սահմանին իրենց աշխատանքը մարտեն սկսյալ Եվրամիության առաքելությունը ավելցուցած է գիշերային բարեկներու թիվը հայ-ադրբեջան սահմանի հայկական կողմի մեջ ուժեղացնելու գիշերային բարեկությունը ու նվազեցնելու հնարավոր լարվածությունը։ Մեր դիտորդները շուրջօրյա հերթապահություն կիրականացնեն գիշեր-ցերեկ ապահովելով իրենց շարունակական ներկայությունը գրված է Եվրամիության առաքելության հաղորդակցության մեջ։ Կառավարության որոշումով Օմանի սուլթանության մեջ նստավայրը Մասկատ Հայաստանի Հանրապետության դեսպանություն պիտի բացվի։ Նշենք, որ նախագիծը մշակած է Հայաստանի արտաքին գործերու նախարարությունը, որոշումը ուժի մեջ կմտնե պաշտոնական հրապարակման հաջորդ օրվան։ Ռուսաստանը կգնգալ է, որ մինչև 2025 թվականի մայիս կարողանա հստակ պայմանավորվածություններ ձեռք բերել Հայաստանի մեջ գլխավոր հյուպատոսություն փանալու ժամկետներուն վերաբերյալ։ Այս մասին ջեբազրույցին հայտարարած է Ռուսաստանի արտաքին գործոստնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ան ընդգծած է, որ Հայաստանի Հանրապետության հարավը ռուսական ներկայության հետևողական ընդլայնումը կհամապատասխան է Հայաստանի, Ռուսաստանի եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանի երկարաժամկետ շահերուն։ Եվրամիության երկիրներ գողում արտահայտված են բողբատի եւ ալյումինի ներմուծման նկատմամբ Ամերիկայի սահմանած մաքսադուրքերուն հագաստելու առաջարկին։ Հայտարարած է Եվրահանձնաժողովը։ Եվրամիությունը գործանարար կհամարի Ամերիկայի մաքսադուրքերը գտնելով, որ ադոնք տնտեսական վնաս կպատճառեն երկու կողմերուն, ինչպես նաեւ համաշխարհային տնտեսության, նշված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։ Եվրամիությունը հայտարարած է, որ նախապատվությունը գուտա Ամերիկայի հետ համաձայնեցված հավասարակշռված եւ փոխժահավետ արդյունքներու որոնման։ Նշված է, որ եվրոպացիներու Քայլերը պիտի սկսին գիրառվել ապրիլ 15-ին։ Եվրահանձնաժողովը հայտարարած է նաև, որ հագաքայլերը կրնան գասեցնել որևէ բան, եթե Միացյալ Նահանգները համաձայնի արդար եւ հավասարակշռված որոշումի կայացման։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարեց ուժի մեջ մտած բոլոր փոխադարձ մաքսադուրքերու երամսյալ լիարժեք դադարի մասին, բացառություն կգազմի միայն Չինաստանը։ Աշխարհի մակարդակով երկրորդ մեծ տնտեսություն ունեցող այս երկրին համար կպահպանվին բարձր սակագիներ։ Այս մասին հայտնած է CNN։ Թրամփ հայտնած է, որ մաքսադուրքերը 104%-ն պիտի հասնի 125-ի, երբ Չինաստան հայտարարեց Ամերիկայի դեմ լրացուցիչ պատասխան դուրքերու կիրառման մասին։ Ելնելով այն ոչ հարկալից վերաբերմունք են, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաներու նկատմամբ, ես ներկայիս կբարձրացնեմ Ամերիկա-Չինաստան արևդրային հարաբերություններու մեջ գործող մաքսադուրքը հասցնելով 125%-ի։ Որոշումը ուժի մեջ կմտնի անմիջապես, նշած է Թրամփ, ավելցնելով, թե հույսով է մոտ ապագային Չինաստան կգիտակցի, որ Ամերիկայի եւ այլ երկրներու թալան այլևս ընդունելի չէ։ Միաժամանակ անհայտարարած է, որ Չինաստանը նույնպես կփապակի բանակցիլ մաքսադուրքերու հարցով։
Ուկրաինան պատրաստ է ամերիկային կներռազմական օգնության նոր լայնածավալ փաթեթ, այն դիտարկելով ոչ միայն որպես գործարք, այլ որպես երկարաժամկետ անվտանգության համագարքի դար։ Այս մասին լրագրողներուն հետ հանդիպման ժամանակ հայտարարած է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Կիև այս օգնության փաթեթը կդիտարկե որպես անվտանգության երաշխիք եւ այն անվճար չի խնդրեր, ընդգծած է պետության ղեկավարը։ Ան նաեւ ասաց է, որ խոսած է ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հագաուտային պաշտպանության մասին եւ խնդրած է վաճառել առնվազն 10 հագաուտային պաշտպանության համագարկ։ Միևնույն ժամանակ Զելենսկին ավելցուցած է հագաուտային պաշտպանիչը երկրի պաշտպանության կարևոր փաղադրիչն է, ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ ադոր ավարտեն հետո։ Սա անվտանգության երաշխիք է, ասաց է Զելենսկին։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ միջուկային համաձայնագրին վերադառնալու վերաբերյալ Ամերիկայի եւ Իրանի պաշտոնյաներու հանդիպումեն օրեր առաջ կրկնած է ռազմական գործողությունները սկսելու իր մտադրությունը, եթե Թեհրան չընդունի միջուկային համաձայնագիր կնքելու իր առաջարկը։ Իմիջայլոց անըսած է, որ Իսրայել պիտի լա հնարավոր ռազմական գործողություններու առաջնորդը կհաղորդե The Associated Press։ Իրան ի պատասխան ռազմական ուժ գիրառելու մասին Թրամփի բազմաթիվ սպառնալիքներուն Ամերիկային խոստացած է գոշտ պատասխան եւ Վաշինգտոնին գոչ ըրած է իրավիճակը չսրել։ Մենք չենք կրնար պատկերացնել, որ նախագահ Թրամփ կուզե դառնալ Ամերիկայի եւս մեկ նախագահ, որ ներկայացված է մերձավոր արևելքի մեջ աղետալի պատերազմի մեջ, գրած է Իրանի արտաքին գործոստնախարար Աբբաս Արաքչին The Washington Post-ի սյունագի մեջ։ Ցեզի հետեր Անի Զեյթունցյանը։